Իմ ընկերներից մեկը, որ ցավոք մահացավ եւ ուսումնասիրում էր խթերեն տեքստերը, եւ նա շատ բաներ բացահայտեց, որ ասորագետները խեղաթյուրել են, շատ բաներ։ Հետո բանը Վարուժ Ներսիսյանը, Ամերիկայում է ապրում, նույնպես խեթագետ է։ Գիտեք ինչ են արել, ինչ աղավաղումներ են կատարել, տեքստային աղավաղումներ են կատարել, այդ պատկերների աղավաղումներ են կատարել, բառը մեջտեղից կտրել են, նեղացրել են, որ չերևա այդ Ռոզնին օրինակ, այդ Չեխիայի հայտնի խեթագետ, ինքը մեծ իհարկե բան է, լեզվաբան է, սեպագրագետ, բայց ինքը գրեց խթերենի դասագիրք, եւ այդ խթերենի դասագրքում այնպիսի խեղաթյուրումներ է կատարել, որպեսզի այդ բառերը հայերենի հետ հնչողությամբ չհամընկնեն, որ չերևա, որ դա նույն բառն է։ Եվ սա բացահայտեց Վարուժ Ներսիսյանը Ամերիկայից, հասկանալի։ Կամ այդ Բողոսկյո քյոյի այդ բաները գտածոները, այդ 12000 սալիկները, այդ այս նույն Հռոզնին գնաց այնտեղ 6 ամիս մնաց Ստամբուլում, ուսումնասիրեց, բանդեսներ, հետո հայտարարեց, որ դրանք ոչ մի կապ չունեն հնդեվրոպական լեզուների հետ, այնինչ այդպես չի։ Նույն շումերերենի վրա էլի վետո էր դրված։